ցանկանում էի նույնականացնել մի երիտասարդի Ռուսաստանում։ Ինքը նստելուց մեքենա, ոնց որ որոշակի զեղծարար գործողություններ էր արել ու փախել էր, հասցրել էին նկարեին մեքենան նստելուց, այսինքն մեքենան կողքից էր նկարը, երևում էր անվահեծերը, ռուսեն բանտաժները եւ այդ տղայի բոթասները, մարզակոշիկները Nike ֆիրմայի։ Ու տարածքներ, որտեղա նկարվել, մենք դիմեցինք մեր գործընկերներին, իմիջիայլոց կան բաց հանրային շատ հետաքրքիր աղբյուրներ, երբեմն զարմանում են, ասում են՝ «Բայ, ներխուժում եք անձնական կյանք, բան», բայց չեմ պատկերացնում, որ իրանք այնքան թվային հետքեր են թողում, որ անձնական կյանք չենք ներխուժում, ուղղակի մենք քայլում ենք թվային հետքերով։ Հիմա այս տղային հետաքննելու շրջանակներում մենք ինչ արեցինք, ուսումնասիրեցինք մեքենան եւ սոցիալական ցանցերում մի քիչ դժվարությամբ, բայց հայտնաբերեցինք ավտոմեքենայի նկարներ, որը շատ թանկ էր, IMG տեսակի այդ անվահեծեր էր, որոնք թանկարժեք են, լյուքսային են, կոլեկցիոն են եւ այլն։ Գտանք մեքենան։ Բոթասների միջոցով մարզակոշիկների գտանք այդ տղային, որտեղ իրանք էլ են կոլեկցիոն, Nike շատ սահմանափակ տիրաժով արտադրված մարզակոշիկներ էին։ Եվ մի հատ նկար գտանք, որը Մոսկվայում MGU-ի մոտ այդ բարձր շենքը որ կա, Մոսկվայի համալսարանի շենքը Լոմոնոսովի անվան, այդտեղ նկարվել էր դեմքով։ Դրանից հետո արդեն մենք ունենք դեմքը, ու ես արագ եմ պատմում, բայց ինքը երկարատև process էր ու շատ հետաքրքիր։ Մի քանի անկում գիշեր, որի արդյունքում մենք գտանք այդ տղային։ Նույնականացրեցինք եւ պատվիրատուին փոխանցեցինք, որ ձեր պատվերը կատարված է։